Նախ ով հանձնեց Ղարաբաղը, մեկ անգամ եւս ասեմ, չնայած գիտեք, քանի անգամ եմ ասել։ Եվ Ղարաբաղցիների ուշադրություններն եմ հրավիրում։ Այնինչ ես հիմա ասել եմ, բոլորի ակնհայտ ճշմարտությունն է, ուղղակի, քանի որ Հայաստանում գիտեք ինչքան շատ խարդախներ կան, ծախու, որոնք ոչ միայն Փաշինյան, որոնք ծառայում են օտար երկրյա, կոնկրետ, օրինակ, ԱՄՆ-ի դեսպանատան, եւ միտումնավոր աղավաղում են ճշմարտությունը, ցանկանալով մեղքը, մեղավորությունը հանել այդ իրական պատվիրատուների վրայից։ Հիմա ուշադիր լսեք։ Ուրեմն տեսեք, Եվրոմիությանը եւ ԱՄՆ-ին հարկավոր էր Ռուսաստանին դուրս մղել այս մեր տարածաշրջանից։ Եվ դրա համար անհրաժեշտ էր կարգավորել այս հայ-ադրբեջանական, ավելի ճիշտ ասած, Ղարաբաղյան կոնֆլիկտը, վերացնել։ Ինչ գնով ուզում են լինի։ Եվ ի սկզբանե նրանք թքած ունեին, ինչպես հայերի վրա, այդպես էլ ադրբեջանցիների հայոց պատմության եւ ամենի վրա ինչ խոչընդոտի իրենց ռազմաքաղաքական նպատակին։ Ցանկացած գնով վերացնել այս կոնֆլիկտը, Ռուսաստանի ազդեցության տակից հանել եւ դուրս մղել Ռուսաստանին այս տարածաշրջանից։ Հիմա տեսեք, շատ ուշադիր լսեք։ Ուրեմն այս Ղարաբաղյան կոնֆլիկտը կարգավորելու, ավելի ճիշտ ասած, վերացնելու համար նրանք զանգահարում են Ալիևին եւ ասում են. մենք ուզում ենք վերացնել, սա է մեր նպատակը, վերացնել այս կոնֆլիկտը, որն են ձեր պայմանները։ Ալիևը, չնայած ինչքան ուզում եք անպատվեք, ես էլ կավելացնեմ, կրկնապատիկ կանպատվեմ Ալիևին, բայց նա ասեց, անհրաժեշտ է Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջան եւ այլն եւ այլն։ Նա հստակ ասեց, Արևմուտքը, այսինքն Եվրոմիությունը եւ Միացյալ Նահանգները պատասխանեցին, well, սպասեցեք, զանգահարում է տականք Սերժիկ Սարգսյանին, չնայած այս գործընթացը նրանք վարում են նաեւ Քոչարյան տականք Ռոբիկի ժամանակ։ Զանգում են Սերժիկ տականք Սարգսյանին, դժոխքի ապրանքին, եւ նույն հարցը տալիս են. ինչ է ձեզ անհրաժեշտ, որպեսզի վերացնեք այս կոնֆլիկտը ընդմիշտ։ Հիմա տեսակ չէ ինչ Ալիևը ասեց եւ ինչ է պատասխանում Սրիկա տականք Սերժիկը։ Ուշադիր լսեք, Ղարաբաղցիներ, ով է ձեզ հանձնել։ Սերժիկը ասում է, ահա, ինձ պետքա արտոնություններ ունենալ, թալանած միլիարդները ես կարողանամ վայելել, ինձ պետքա որ ես կարողանամ Եվրոմիության, ԱՄՆ եւ այլ երկրները երկումուտք ունենամ բանկներից, ես եմ ճակերտների մեջ վերցնում, բանկերից եւ այլն օգտվեմ։ Դրա համար ինձ պահանջվում է, որ այդ Սրիկա, այդ Միշիկը եւ այդ իր պորնո ընտանիքը, այդ գյոթվերան Սաշիկը եւ բոլոր դրա պրիբամբասները նույն արտոնությունները ունենան։ Սա է պահանջվում։ Սա է դժոխք Սերժիկ, դժոխք ապրանքի պայմանները։